Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագիրն այս տարի էլ կյանքի կկոչվի եւ բազմաթիվ գործազուրկներ թեկուզ ժամանակավոր, բայց աշխատանք կունենան։ Պետբյուջեից Սյունիքի մարզին հատկացվել է 61 միլիոն դրամ, գումարի 21 միլիոնն էլ բաժին է հասնելու Կապանի տարածաշրջանին։ Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրի համար Սյունիքի մարզին այս տարի հատկացվել է 61 միլիոն դրամ, որից 6 միլիոն Մեղրու, 14 միլիոն Սիսիանի, 20 միլիոն Գորիսի եւ 21 միլիոն դրամ Կապանի տարածաշրջաններին է հատկացվել։ Կապանի տարածաշրջանում 21 միլիոնից 8 միլիոնը նախատեսվել է գյուղական համայնքներում ծրագրեր իրականացնելու համար։ Նշենք, որ այս տարի ծրագրին մասնակցող քաղաքացիները աշխատանքային յուրաքանչյուր օրվա համար կստանան 2600 դրամ։ Այս ծրագիրը կարող է կազմվել 1-ից 3 ամիս տևողությամբ եւ յուրաքանչյուր աշխատած ամիսը համարվում է նաեւ աշխատանքային ստաժ։ Տեղի ունեցավ զբաղվածային աջակցության Սյունիքի մարզային հանձնաժողովի նիստը, այդ նիստում Սյունիքի մարզին հատկացված 61 միլիոն դրամը բաշխվեց տարածաշրջանների, գումարի չափը կախված է գործազրկության մակարդակից, գործազուրկների թվից, ինչպես նաեւ փարոս համակարգում ընդգրկված անապահով ընտանիքների քանակից։ Գումարը բաշխվել է, բարձր է, որ քիչ ավելի շատ հատկացվել է Կապանի տարածաշրջանին, որտեղ մի մոտ գործազրկության մակարդակը քիչ ավելի բարձր է, քան Գորիսում կամ մնացած տարածաշրջաններում։ Կապանի տարածաշրջանում վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրում ընդգրկվել է 13 գյուղական համայնք, սակայն դեռևս հաստատվել են միայն 5 գյուղական համայնքների ներկայացրած ծրագրերը։ Հաստատվել է հիմնական 5 գյուղական վայրերի ծրագրեր, դրանք են Եղեգը, Օխտարը, Սևաքարը, Նորաշինիկը եւ Վարդավանքը։ Ես ասեմ, որ ծրագրերի բնույթը հիմնականում նույնն է, ինչ որ անցած տարի, հիմնականում նրանք ճանապարհների սանմակրումն է, բարեկարգումն է, ինչպես նաեւ մշակութային օբյեկտների սանիտարական մաքրումը, խմելու ջրագծի անցկացումը եւ այլն։ Այն այնպիսի աշխատանքներ են, որը չի պահանջում, այսինքն որակավորում եւ այդ ծրագրերում ընդգրկվում են հիմնականում մասնագիտություն չունեցող կամ որակավորում չունեցող աշխատանք փնտրող քաղաքացիները։ Ինչպես տեղեկացրեց Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը, Կապանի քաղաքապետարանը առայժմ ծրագրեր չի ներկայացրել, իսկ հատկացված 13 միլիոն դրամով քաղաքապետարանը կարող է իրականացնել ավելի քան 10 ծրագիր։ Սա էլ որոշում է համայնքի ղեկավարը կամ համայնքը, այդ բարձր է, որ 13 միլիոնով նրանք 1 կամ 2 ծրագիր երբեք չեն անի, դամեն 10-15 ծրագիր կարող է լինել։ Նրանք գտեսնեն, թե իրենց թաղամասերում որտեղ կա կարիք այդ աշխատանքների եւ այդ թաղամասերի համար կգրեն փոքրիկ ծրագրեր եւ կիրականացվեն, ինչպես անցած տարի ես հիշում եմ, որ այդ բազմաթիվ ծրագրեր կային, որոնք անհրաժեշտ էր եւ իրականացվեց այդ թաղամասերում։ Նշենք, որ անցած տարի վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրում ընդգրկվել էր 250 քաղաքացի։ Ռուբեն Պողոսյանի խոսքով, այս տարի աշխատանքներում կներգրավվեն մոտ 300 քաղաքացիներ։ Կապանում մեկնարկել է շախմատի օլիմպիադայի մարզային փուլը։ Հարկ է փաստել, որ վերջին տարիներին մարզաձևը մեծ մասսայականություն է վայելում, հատկապես փոքրերի շրջանում։ Արդեն 4-րդ տարին է, ինչ անընդմեջ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ ջանքերով կազմակերպում եւ անց են կացնում դպրոցականների շախմատի օլիմպիադա։ Մարտի 29-ին Կապանի համար 6 միջնակարգ դպրոցում մեկնարկեց Հայաստանի դպրոցականների շախմատի 5-րդ օլիմպիադայի 3-րդ մարզային փուլը։ Երեխաներ, նախ ձեզ շնորհավորում եմ տարածաշրջաներում հաղթելու համար եւ ցանկանում եմ հաջողություններ այս փուլում, անզիջում պայքար եւ ես ցանկանամ ժամանակն է, որ Սյունիքի մարզից շախմատի առումով լինեն լավ շախմատիստներ եւ մենք ձեզանից դուրս գան այն առաջին գրոսմաստերները, որի մենք սպասում ենք։ Շախմատի օլիմպիադայի մարզային փուլին նախորդել են ներդպրոցական մրցումները, որտեղ աչքի ընկած երեխաները մասնակցել են նաև տարածաշրջանային փուլին։ Մրցաշարի մարզային փուլին մասնակցում է 6 թիմ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են 4 մարզիկներ, 3 տղա եւ 1 աղջիկ։ Ես ներկայացնում եմ Ագարակի միջնակարգ դպրոցը, արդեն մոտ 4 տարի է աջակցում եմ շախմատի խմբակը եւ եկել եմ
մասնակցել։ Եղել են մրցումներ են եղել, հաղթել եմ էլի։ Ներկայացնում եմ Քաջարյանի թիմի միջնակարգ դպրոցը, արդեն 4 տարի ապրում եմ շախմատ եւ Շունիկի մարզում պատանիների մինչեւ 12 տարեկանը վերցրել եմ երկրորդ տեղը։ Մասնակիցների տեղափոխման, ինչպես նաև սննդի ծախսերը հոգացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Վիճակահանության արդյունքում իրար հետ պայքարեցին Ագարակ Գորիս, Կապան Մեղրի եւ Սիսիան Քաջարյան թիմերը։ Արագ շախմատի կանոններով են խաղալու, ֆիդեի կանոններով յուրաքանչյուր մասնակցի տրվում է 15 րոպե ամբողջ խաղի համար։ Միավորները հաշվարկը կատարելու են ընդհանուր միավորների հաղթած թիմը, եթե խաղում են 4 խաղացող, 3 պատանի եւ 1 աղջիկ, ապա 2.5 եւ ավելի ձեռք բերած թիմը կստանա 2 միավոր։ Ոչ ոքին 2-2 դեպքում կստանա 1 միավոր եւ հասկանալի է, որ հաղթող թիմը միավոր չի ստանա։ Հաղթող թիմը որոշելու համար, եթե հավասարությունն է, ապա հաղթող թիմը որոշելու համար, ապա կհաշվեն նաեւ խաղացողների ձեռք բերած ընդհանուր միավորների քանակը, այսինքն ընդհանուր միավորները համագումար այդ հավասարության դեպքում հաղթող թիմերի միջև կանցկացի կայծակնային մրցաշար 5 րոպե ժամանակով եւ կորոշվի հաղթող թիմը։ Այս փուլի մրցանակները բոլոր թիմի խաղացողները քանի տարածաշրջանում հաղթող թիմերն են եղել, հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրված մեկական շախմատներ որպես նվեր։ Շախմատ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, ոգևորությամբ ասում է Սիսիանի շախմատի դպրոցի տնօրեն Համլետ Մինասյանը։ Օլիմպիադան դա միտված է նրան, որպեսզի իհայտ բերենք լավագույն դպրոցականներին։ Հիմնականում այստեղ խաղում են այն երեխաները, ովքեր որ հաճախում են շախմատի պարանոցների եւ բնականաբար փորձ ունեն մասնակցում նաեւ հանրապետական մրցումներին։ Ես քիչ թե շատ ծանոթ եմ մարզի երեխաներին, ծանոթ եմ նրանց խաղային արդյունքներին, կարող եմ ասել, որ օլիմպիադային մասնակցող երեխաներ կան, որոնք մասնակցել են նաև հանրապետական առաջնությունների բավականին լավ արդյունքներ են ցույց տվել։ Այս տարի արդեն որոշված է, որ շախմատը պետք է որպես առարկա մտցնել դպրոցներում, սեպտեմբերի 1-ից այդ դա կլինի եւ այս օլիմպիադան նույնպես կոժանդակի, որպեսզի պրոպագանդվի եւ հիմնավորվի որպես առարկա եւ երկրորդ դասարաններում նախատեսում է անցկացնել։ Կարծում եմ, որ շատ լավ միջոցառում է եւ սպորտային առումով եւ մնացած նաեւ առումներով։ Նշենք, որ մրցաշարի հանրապետական փուլը տեղի կունենա մայիս ամսին Տաուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Մարզային փուլում առաջին 3 տեղերը գրաված Սյունեցի մարզիկները հանրապետական փուլում ուժերը կչափեն մյուս մարզերում հաղթած նույն տարիքային խմբերի հետ։ Դավիթ Ուխտեր հասարակական կազմակերպության նախաձեռնած վոլեյբոլի մրցաշարը հատեց եզրագիծը։ Իդեպ այն նույնպես անցկացվեց մարզկենտրոն Կապանում։ Մրցապայքարի դուրս եկած 19 թիմերից տղաների կազմում առաջին հորիզոնականը գրավեցին Դավիթ Ուխտեր հասարակական կազմակերպության խորհուրդը, աղջիկների կազմում Սիսիանի համար 3 դպրոցը։ Անցած շաբաթ ավարտվեց պատանիների եւ աղջիկների վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը։ Հիշեցնենք, որ մրցումները կազմակերպվել են Դավիթ Ուխտեր հասարակական կազմակերպության եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, ինչպես նաեւ Արցախից ժամանած խմբերը 3 օր հյուրընկալվեցին մարզկենտրոն Կապանում։ Մրցաշարի եզրափակիչ փուլի բացման արարողությանը ներկայ էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը։ Հանդիսավոր տողանից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մրցաշարի եզրափակիչ փուլը հայտարարեց բացված։ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եւ Սյունիքի Մրցաշարին մասնակցում էին տղաների 15 եւ աղջիկների 4 թիմ։ Նախքան խաղի սկսվելը թիմերը մասնակցեցին վիճակահանությանը։ Մասնակիցները մրցումներին մասնակցելու էին եկել հաղթելու, նոր ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաեւ հետաքրքիր ժամանակ անցկացնելու ակնկալիքով։ Եկել ենք Էջմիածնից, հայ միասնության խաչ բարեգործական հասարակական կազմակերպությունն ենք ներկայացնում։ Մեր կազմակերպությունում ունենք երիտասարդներ, հրավերը ստացանք Դավիթ Ուխտեր կազմակերպության կողմից, որոշվեց, որ պետք է մասնակցենք։ Թիմը պատրաստվեց եւ մասնակցում ենք։ Թիմը հավաքվել ենք վաղուց պարապում ենք, 4 տարի եղավ Երևանի բժշկական համալսարան։ Այդտեղից է թիմը կազմավորվել է, եկել ենք այստեղ խաղերը։ Ակնկալիքները հաղթանակ։
Միայն ու միայն։ Լավ ենք տրամադրված, շատ հաճելի որ sense միջոցառումներ են կազմակերպում։ Կաշխատենք հաղթանակ տանել, ամեն ինչ կանենք։ Մենք Երևանից ենք, հայեմ թիմն ենք ներկայացնում։ Մենք երկու թիմ ունենք, աղջիկի եւ տղաների թիմը։ Հույսով եմ, որ շատ հետաքրքիր ու շատ կոլորիտ խաղ ալնելու։ Մեր համար կարևորը որ մենք մասնակցում ենք, ահագին նոր ծանոթություններ կձեռք բերենք ստեղ, նոր գործընկերներ կձեռք բերենք ստեղ ու սպորտը շատ լավ միջոց է այդ առումով։ Վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը նկատեց, որ վոլեյբոլ մարզաձևը Սյունիքում սկսում է զարգանալ։ Վերջին շրջանում Սիսիանի թիմը բավականին հաջողություններ է արձանագրել։ Սյունիքում ինչ շատ բարձր կասեի, որովհետև Հայաստանի առաջնությունները առանց Սյունիքի մասնակցության վերջի 10 տարին եւ ավելին կասեմ չի անցկացվել։ Հատկապես Սիսիանի աղջիկների կանանց թիմը, անցյալ տարի Սիսիանի աղջիկների թիմը հանրապետության առաջնություններում 3 տարիքային խմբում դարձել են հաղթողներ եւ դրան ավելացավ 2010-ին Սիսիանի կանանց թիմի հաղթանակը Հայաստանի բարձրագույն խմբում։ 2009-ին Սիսիանի աղջիկների թիմը Բուլղարիայում մասնակցել է միջազգային մրցաշարի, շատ ներկայանալի մրցաշար, որտեղ գրավել է երկրորդ պատվավոր տեղը։ Այսինքն Սյունիքի նման, եթե մի քանի մարզել ունենանք, ես կարծում եմ, որ վոլեյբոլը ահագին առաջընթաց կունենա։ Մրցաշարի եզրափակիչ փուլը տևեց 3 օր։ Հաղթող թիմերը նվաճեցին մրցաշարի գավաթները։ Դավիթ Բեկյան ուխտեր հասարակական կազմակերպությունը պատվոգրեր եւ շնորհակալագրեր էր պատրաստել նաեւ մասնակից մյուս թիմերի համար։ Եթերում Խոստոփ հեռուստաընկերության կապանդուր լրատվական ծրագիրներ։ Բարի գիշեր։